Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խաղաղության կեղծ օրակարգայի հանդեպ ատելության սերմանում, երբ ադրբեջանական կրթական հաստատություններում դեռ շարունակում են հայի կերպարը նվաստացնել, հային թշնամի դիտարկել, խաղաղության մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Հենց այսպիսի մարդկանց է Ալիևը ցանկանում տեղափոխել Հայաստան։ Հիմա արդեն տեսնում ենք վիդեոլովակներ, որտեղ արդեն հիմա, այսպես կոչված հաղթանակներից հետո Ադրբեջանի, երբ որ Ադրբեջանը կարծես թե պատրաստվում է խաղաղության, Ադրբեջանի դպրոցներում ուժեղացել է հակահայկական քարոզչությունը։ Բեմադրվում է, որ հային գերի են վերցնում եւ ստիպում են ասել, որ Արցախը Ադրբեջանի է, այլ ադրբեջանական պանթուրքիստների կարգախոսը ռուս ֆարս էրմյանի, բունգար թուրքուն դուշմանի, այսինքն ռուսները, պարսիկները եւ հայերը թուրքերի թշնամիներն են։ Այս կարգախոսը արտացոլված է իրենց դասագրքերում։ Այս մարդկանց Ալիևը ցանկանում է խաղաղության դարի շրջանակներում տեղափոխել Հայաստան։ Ադրբեջանում պետական մակարդակով միլիոնավոր դոլարներով ֆինանսավորվում են ՀԿ-ներ, որ քարոզեն, թե իբր ադրբեջանցիներն իրենց պատմական հողեր Հայաստան պետք է վերադառնան։ Ավելի շատ գումարներ են պատրաստվում տրամադրել այն ադրբեջանական կառույցներին, որոնք միջազգային տարբեր ատյաններում ավելի շատ կքարոզեն իրենց ձևակերպմամբ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին։ Ադրբեջանցիներն ու իրենց պետական առաջնորդները զավթողական քաղաքականությունից չեն ցանկանում հրաժարվել։ Ադրբեջանը պետական մեդիայով այս օրերին ավելի է լցվել հայկական տեղանունները աղավաղելուն, հիմա էլ անցել են Երևանին։ Նույն Ալիևի ճառը, որտեղ որ ինքը խոսում է Սևանի մասին, ինքը այնտեղ ասում է ադրբեջանցիները ապրում են Ադրբեջանի բոլոր հարևան երկրներում եւ ամենտեղ իրենք ապրում են իրենց պատմական հայրենիքն, այդ ամենը ադրբեջանական պատմական հող է։ Ադրբեջանական իշխանությունները թող չմոռանան, որ 500,000 հայեր Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում էին բնակվում, երբ 88-ին սկսվեցին ջարդերը, արցախցիներն էլ 2023-ին բռնի տեղահանվեցին իրենց մայր հողից։ Ադրբեջանի քաղաքական էլիտան ունի որոշակի վերաբերմունք հայերի նկատմամբ, որը ունի իր մեջ բազմաթիվ շերտեր եւ ի վերջո բերում է ատելության։ Եվ այս ատելությամբ լցված մարդկանց ուզում են վերաբնակեցնել Հայաստանում։ Հասկանալի է, որ սրա միակ նպատակը ունենալ արդեն նոր հակամարտություն Հայաստանի ներսում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ուզում ունենալ Հայաստանի հետ իրականում խաղաղություն եւ նորմալ հարևանական հարաբերություններ։ Հայաստանի իշխանությունները հաճախակի են հայտարարում, թե խաղաղություն է Հայաստանի հետ հաստատվել, բայց միևնույն ժամանակ խոստովանում, որ անվտանգային առումով չեն կարող երաշխավորել, որ հայը կարող է Ադրբեջան մուտք գործել, Արցախ իր հայրենիք վերադառնալ։ Մասնագետները իրենց դիտարկումներն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակավոր դադարեցման, նոր զիջումների գնալու, թշնամու թելադրած օրակարգով շարժվելու խաղաղություն է։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպումը տեղի ունեցել Հայաստանի Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև դեռ հոկտեմբերի 21-ին կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Հայ ու ադրբեջանցի падգամավորները ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին երկու երկրների խորհրդարանների աջակցության կարևորության վերաբերյալ։ Սեփականության իրավունքի փաստաթղթերի կամ դրանց պատճենների առկայության դեպքում Արցախից բռնի տեղահանվածները կարող են դիմել միջազգային իրավական կառույցներին գույքի դիմաց փոխհատուցման համար։ Միջազգային իրավունքի մասնագետները, սահմանադրագետները սակայն փաստում են, որ իրավական գործընթացները երկար ժամանակ կարող են պահանջել։ Սեփականության իրավունքի վերաբերյալ գործեր կան, որ արդեն ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավապաշտպանները, սահմանադրագետները հայտնել են, որ առաջիկայում միջազգային իրավական ատյանները կհայտարարեն, որ այո, Արցախից հայերը բռնի տեղահանվել են եւ փոխհատուցում չեն ստացել։ Լավագույն ճանապարհը դա միջպետական գանգատն է, սակայն քանի որ համաձայնագրի խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարակվել է եւ այնտեղ մենք ունենք հստակ դրույթ փոխադարձ հրաժարումների վերաբերյալ, սա էր որ մղեց մեզ այլընտրանքային ռազմավարության մշակման, նման պայմաններում մենք կարևորում ենք արդեն մասսայական գանգատների ներկայացումը։
Ֆրանսահայ 40 կազմակերպություններ հայտարարություն են տարածել հիշեցնելով, որ Արդարադատության միջազգային դատարանը 2 տարի առաջ Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից տեղահանված հայերի անվտանգ վերադարձը եւ ընդգծել են, որ սա համընդհանուր սկզբունք է, թեև վճիռը դեռ չի կատարվել, 23 երկրի խորհրդարանականներ կոչ են արել երաշխավորել հայերի վերադարձը այն քաղաքական ազդեցություններից վեր դասելով։ Փոխվարչապետ Մերիք Գրիգորյանը ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին, հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանի հաղորդակցությունների, ապա շրջափակման հնարավորություններին եւ կարեւորությանը։ Երկու ստեքը ընդգծել են սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։ Հիմա շատ քննարկվում է, թե ինչու քաղաքացիական պայմանագիրը վաղ շաբաթում հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց։ Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ։ Ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին, եւ մարդիկ ընտրեցին կյանքը։ Այս մասին տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարարին կից կստեղծվի հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ներգրավել քաղաքացիական հասարակությանը նախարարության աշխատանքներում, որոշումներ ընդունելից քաղաքականության մշակման գործընթացին մասնակցելու համար։ Խորհրդի անդամներ կարող են լինել հասարակական կազմակերպություններ, հիմնադրամների ներկայացուցիչներ եւ առանձին քաղաքացիներ։ Քրեական վարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտի 1-յան իրադարձություններին, այդ ուղղությամբ քննություն է կատարվում։ Այս մասին ազգային ժողովում ասել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, անդրադառնալով 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին Լեռնային Ղարաբաղից զորքերի մասնակցության մասին։ Նշենք, որ ազգային ժողովում տեղի է ունեցել մարտի 1-ի գործի վերաիմաստավորումը թեմայով քննարկում։ Մարտի 1-ը պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել է եւ մնում է քննարկման առանցքում, այլ նաեւ մի շարք հիմնական ազատությունների խախտումների շրջանակում։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, տեղեկացնելով, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն տվել է հստակ դիրքորոշումներ, արձանագրելով քննության անբավարարությունը եւ պետության չկատարած պարտավորությունները, եւ որ այսօր օմբուդսմենը իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է համարում հենց դրանց լիարժեք իրավական ու ինստիտուցիոնալ քննությունը։ Մայրաթորը Կոչյանում տարբեր մեքենայությունների միջոցով հայ առաքելական Սուրբ եկեղեցին չներքաշել քաղաքական դաշտ։ Այս մասին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահան Արտենյանը։ Տեր Եսային ընդգծել է, թե հստակ է, թե ինչ նպատակով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եսայի Քահանա Արտենյանը հիշեցրել է, որ ճաղերի հետևում են Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը եւ Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։ Հավելենք իդեպ, որ վաղաշաբաթի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին գահընկեց անելու մանդատ է։ Վերջին օրերին վաղարշաբաթ խոշորացված համայնքի թիմ ընտրությունների առնչությամբ շատ է շահարկվում ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել եւ հարկ չկա եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ, արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները։ Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պետնախարար Ստեֆեն Դաութին։ Նա ընդգծել է, թե Բրիտանիան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական եւ իրավական կարգավորումներին։ Կառավարության եւ եկեղեցու միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ պետնախարարը նաեւ հավելել է, որ հուսով են Հայաստանում դատական գործընթացները կլինեն թափանցիկ եւ անաչառ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի եւ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը, եզրափակել է Դաութին։ Դա ընդհանրապես չեզոք գենոցիդային մակարդակի աջակցությունը, որը ընդհանրապես դրվում է արտոնագրային կամ պրոտոկոլային սկզբունքի դերերով։ Եվ եթե նրանք ցանկանան աջակցել, նրանք ոչ միայն հայտարարություն կանեն, նաև գործողություն կանեն հոգուտ հայ առաքելական եկեղեցու։ Եվ եթե ուզեն քննադատել իշխանություններին, հրապարակային, եթե ոչ հրապարակային գործողություն կարող են անել, շատ լավ հասկանալով, որ այդ ազդեցությունը գործող իշխանությունների վրա բավականին մեծ է։
ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդականը ժամանել է Վրաստան Ջոնաթան Ասկոնասը քննարկելու է Թրամփի երթուղու հետ կապված հարցերը, հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Այցի նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել Թրամփի երթուղուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրին։ Այս երթուղային միջանցքն օգոստոսի 8-ին Ամերիկայի միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղապահ գագաթնաժողովի արդյունքն է, ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնելով այս մասին հայտնել է նաև, որ Էմիրություններ կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Պապիկյանը Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ պաշտպանության նախարար Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ քննարկել է նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայաստանը եւ Վրաստանը Թբիլիսիում անցկացվող իրավական 6-րդ ֆորումի շրջանակում շարունակել են գործակցությունը։ Արդարադատության նախարար Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ, կողմերը ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ տարածաշրջանի կայուն զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ երկու երկրների արդյունավետ գործակցությունը արդարադատության ոլորտում։ Գալյանը ներկայացրել է նաեւ Եվրամիության վիզաների ազատականացման ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները։ Ավելի քան 15 ժամ տևած միջնորդության քննությունից հետո հակակոռուպցիոն դատարանը հրապարակել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ որոշումը։ Սամվել Կարապետյանը 2 ամսով կմնա կալանքի տակ։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Վաղաշապատում 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշարքի գործով, հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։ Ավելի ուշ հայտնել էին, որ հաղթանակ դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել։ Դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի հետ որևէ գործողություն չի արվել։ Հիշեցնենք, Արմավիրի մարզի Վաղաշապատի խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին ավականու ընտրություններ էին։ Հանրային տրանսպորտի կառավարման արդյունավետության համար ստեղծվում է նոր հիմնարկ թվային տեխնոլոգիաներով եւ GIS համակարգերով, որպեսզի փոխարինվեն հին մեթոդները եւ բարելավեն երթևեկության կառավարումը։ Ամեն օր ավտո է ավելանում այս քաղաքում։ Հիմա ասում եմ, նորից եմ ասում, նաեւ այս հիմնարկի աշխատանքի արդյունքում մենք գալու ենք վերլուծություններով ավականու նիստին ներկայացնենք տարատեսակ ավտոմեքենաների համար սահմանափակումներ։ Էլի այս ամբիոնի մոտ ես պատկերացնում եմ ինչ հարցադրումներ են լինելու, ինչ ելույթներ են հնչելու, այսինքն սա ռացիոնալ խոսակցություն չի, էլի։ Սա տենց տրամաբանական խոսակցություն չի։ Ասում եք կարմիր գծերը թանկացրել եք, բախի պրոբկեքը չննված։ 10 տարվա ընթացքում 45000 նոր ավտո է մտնում այս երկիր։ Հյուսիս-հարավի Քաջարանագարակ 32 կիլոմետր կառուցվող ճանապարհի մոտ 390 մետր երկարությամբ թունելում կատարվում են ամրակայման անվտանգության խորշերի կառուցման, դիմային պատի, բետոնացման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ընթացքի մեջ է նաև երկրորդ թունելի շինարարությունը։ Ըստ նախագծի Քաջարանագարակ հատվածը կունենա 32 կիլոմետր երկարություն, 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր։ Այդ ճանապարհահատվածն անվտանգությունից ելնելով շրջանցելու է բոլոր բնակավայրերը, որոնք հետագայում կապվելու են հիմնական ճանապարհին տրանսպորտային հանգույցներով։ Երևանի պատմական Կարմիր կամուրջը հիմնանորոգման ամրակայման աշխատանքներից հետո բացվել է։ Այս միջոցառմանը նաև ամփոփվել է Եվրոպական ժառանգության օրեր ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության եւ Եվրամիության գործակցության շրջանակում։ Բացման արարողությանը ներկա են եղել վարչապետ Փաշինյանը, Ժաննա Անդրեասյանը, Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Միջնադարյան հուշարձանը վերականգնվել է ԿԳՄՍ նախարարության եւ բարերարի համատեղ ծրագրով։ Ես առաջ անգամ որ եկել եմ, երևի շատ շուտ եմ, բայց ես վերականգնման շրջանում որ մի անգամ եկել եմ, հետո 2 անգամ եկել եմ ստեղ ուղղակի զուտմանի նայել
Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին հետևելով մեկ ազգ երկու պետություն սկզբունքին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նա վերահաստատել է Հարավային Կովկասում կայունության եւ տնտեսական զարգացման ապահովման Անկարայի հանձնառությունը։ Էրդողանը անդրադարձել է նաեւ Վրաստանի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանմանը, նշել Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները սերտորեն գործակցել են Թուրքիայի հետ որոնողափրկարարական աշխատանքներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլիին արտահանձնում Ուկրաինա հնարավոր չէ։ Սաակաշվիլին, ով գտնվում է վրացական բանտում մինչև 2034 թվականի ապրիլ, դիմել է Զելենսկիին իրեն ռազմագերի ընդգրկելու խնդրանքով, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են նրա տեղափոխման հնարավորությունը։ Նոյեմբերի 17-ին Հարթավան Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են Նիսսանն ու Տոյոտան, Նիսսանը բախվել է ճանապարհային նշաններին, կոտրել դրանք, վնասել կայանված Volkswagen-ն ու Տոյոտան։ Մեկ հոգի տեղափոխվել է ապարան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ապարանի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Արդեն դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժնի հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը, ով այս պահին կատարում է դեպքի վայրի զննություն։ Նոյեմբերի 17-ին Ոսկետապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 44-ամյա Արմանի Դոջը եւ 40-ամյա Վախթանգի Բեռնատարը։ Դոջը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, վերջինի ուղևորը տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարծառայության Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Այս հատվածում անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, ցավոք նաև ողբերգական, ցավոք նաև վիրավորների թիվը շատ ու մինչև հիմա այդ կամուրջը չեն սարքել։ Նոյեմբերի 17-ին Սեբաստիա եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել են Range Rover-ը, Audi-ն, Mazda-ն եւ Nissan-ը։ Այդ ընթացքում մեքենաներից մեկը վրայերթի է ենթարկել կնոջ։ Նրան շտապօգնության բժիշկները տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկներն են ժամանել։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 15-րդ թաղամասում վթարված մեքենա կա։ Բարեկներն այդ վայրում գազոնում հայտնաբերել են առջևի հատվածը վնասված Chevrolet Volt։ Նախնական տեղեկություններով վարորդը Սիլիկյան թաղամասից ընթանալից բախվել է բազալտե եզրաքարերին, ապա Երկաթեսյանը, մյուս հանգամանքներն էլ պարզվում են։ Բարեկներն ու համայնքային ոստիկանության մարզպետի բաժնի ծառայողները պարզում են արդյոք հիվանդանոցային ահազանգեր կան թե ոչ։ Չի բացառվում, որ վարորդը տեղափոխված լինի հիվանդանոց, սակայն այս պահին դեռևս այդ տեղեկությունը չի հաստատվում։ Եվ նոյեմբերի 17-ին խոշոր հրդեհ տեղի ունեցել Արարատի մարզում, այրվել է Արտաշատ քաղաքի Հակոբյան փողոցում գտնվող անասնագոմի մոտ 800 քառակուսի մետր մակերեսով ծածկը։ Հայտարարվել է հրդեհի բարդության 1 բիս աստիճան, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից, նաև Մասիսի եւ Վեդի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ է ժամանել։ Նրանք մեծ դժվարությամբ կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան տներ, հետո մարել այն։ Էջմիածնում նոյեմբերի 18-ին պայթյուն փլուզում է տեղի ունեցել Վաղաշապատի Մոսկովյան Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այս տունն է փլուզվել։ Պայթյունը այդտեղ է եղել, էլի։ Քարը հենա, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազը, դա նախնական տեղեկություններ են։ Կարելի ասել կնոջ տունը ամբողջությամբ դարձել է ոչ բնակելի։ 76-ամյա տանտիրուհու Թամարային Վաղաշապատի փրկարարները, բարեկները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Գազպրոմ Արմենիա Տրանսգազ ընկերության Էջմիածնի ԳԳՄ-ի աշխատակիցներն են փլատակների տակից դուրս բերել, պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։ Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկներն էլ օգնություն են ցուցաբերել նրան, տանտիրուհու կյանքին վտանգ չի սպառնում։
Փրկարարների աշխատանքներն էլ տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետը Գևորգ Հակոբյանը։ Գազախողովակների վնասման պատճառով տեսնում ինչ է տեղի ունեցել, այս պահին արդեն Գազպրոմ Արմենիայի վաղարշաբաթի գգմի աշխատակիցները վերացնում են խնդիրը, որպեսզի գազամատակարարումը վերականգնվի։ Վաղարշաբաթի քննչական բաժնում է նախաձեռնվել քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են